Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա տեղական եւ միջազգային մամուլի կարևորագույն հրապարակումները եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցները դարձան այս տարվա ամենասարսափելի դեպքերից մեկը։ Այդ օրը սպանվեց համայնքի այն ժամանակվա ղեկավար ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Դեպքից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին 14 անձինք, նրանցից միայն մեկին Արմեն Ղազարյանին, ով առավել հայտնի է Ֆազմ անվամբ, կալանավորեցին։ Մյուսները չնայած ծանր մեղադրանքներին մնացին ազատության մեջ։ Ժողովրդի խմբագրություններ այցելել Արմեն Ղազարյանի մայրը Ռուզաննա Ղազարյանը նա վստահեցնում էր արդարությունը խեղաթյուրվում է, իսկ իրական մեղավորները մնում են ստվերում։ Անուններ կտամ, ում եք մաքրում, մարդկանց փորձում են ազատել սպանության պատասխանատվությունից, բայց իմ որդուն են պահում կալանքի տակ։ Ժողովուրդ օրաթերթի գրասենյակում հայտարարել էր Ռուզաննա Ղազարյանը, սակայն նրա խոսքը մնաց անարձագանք։ Փոխարենը ձերբակալեցին Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցներին։ Գրիգորյանը հայտնի էր ընդդիմադիր դիրքորոշմամբ եւ պայքարում էր գործող իշխանության ԿՊ-ի թեկնածուի դեմ։ Այս զարգացումները ստեղի բնակիչների ոչ միայն չլուծեցին արկա լարվածությունը, այլև նոր բռնկումներ հրահարեցին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կեսգիշերին մոտ իր տան դիմաց գնդակահարվեց նաև արդեն Վոլոդյա Գրիգորյանը, իր ընկերը եւ եւս մի երրորդ անձ ծանր վիրավորում ստացավ։ Մենք մի հրապարակում ունենք, որտեղ խոսել ենք մասնագետի հետ, կոնկրետ վերլուծվել է եղած տեսանյութի հիման վրա մարդասպանի գործողությունները եւ կարող ենք ասել, որ առնվազն սպանություն կատարող անձը պրոֆեսիոնալ է այդ գործում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պետական պատվիրակությունների այցերից ստացած նվերները հերթով հայտնվել են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրներում։ Այդպիսով ինչ նվերներ են ստացել Փաշինյանը, ում կողմից եւ որքան արժեն դրանք։ Վարչապետը Պեկին մեկնելուց հետո նվերներով է վերադարձել։ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նախագահ Լի Ցյունցինը Փաշինյանին նվիրել է դեկորատիվ համայնապատկերային նկար կատարված ոսկեգույն ֆոնի վրա։ Նվերն արժեցել է 428,000 դրամ։ Առավել մանրամասն Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 26-ին ազգային ժողովում նախատեսում են խորհրդարանական լսումներ իմպիչմենտի վերաբերյալ։ Նախաձեռնությունը ներկայացրել է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով լսումներին հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործիչներ։ Նրանք հնարավորություն կունենան հանդես գալու ելույթներով ներկայացնելով իրենց դիրքորոշումները գործող իշխանության եւ իմպիչմենտի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ խորհրդարանի շենքի առջև ակնկալվում է հանրավակ, ինչպես հայտնի դարձավ մեզ, հանրավակը կազմակերպել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Միջոցառումը կկայանա Աժ Բաղրամյան Դեմիրճյան մուտքերի մոտ, որից հետո նախատեսվում է երթ։ Նախ ասենք, որ Ալեն Սիմոնյանի պահանջով փոխվել է այս լսումների արդյունքում ընդունվելիք հայտարարության վերնագիրը եւ վերնագրից հանվել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու բառակապակցությունը։ Իսկ այս հանրավակ եւ երթը անհասկանալի է, որովհետեւ ամենայն հավանականությամբ իշխանական падգամավորներ չեն մասնակցելու այդ լսումներին, հետաքրքիր է հավաքը ում դեմ է կազմակերպվում։ Հրապարակ թերթը գրում է. Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության համագումարն էր եւ 25-ամյակի միջոցառումը, որը տեղի ունեցավ Կրեմլի համագումարների պալատի դահլիճում։ Նախ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը կարդացել է Պուտինի շնորհավորանք ուղերձը, որից հետո տեղի է ունեցել մեծ համերգ ռուսական էստրադայի եւ հայկական մանկական համույթի մասնակցությամբ։ Այս ամենը շարքային միջոցառում կլիներ, եթե դրան զուգահեռ ամբողջ Ռուսաստանի տարածքով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները չենթարկվեին քրեական հետապնդման կամ չզրկվեին ՌԴ քաղաքացիությունից։ Ռուսաստանի իշխանությունները բաց մեսիջ են հղում, որ Ալիևի հետ լուրջ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նրա թելադրած խաղի կանոններով խաղալ, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աչքի լույսը չեն, որպես հակակշիռ Ռուսաստանում ապրող հայերին են սիրաշահում։ Հրապարակ օրաթերթը գրում է. Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը երեկվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից, եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ,
որին մասնակցում է ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։ Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների, ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպասարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձևավորվի։ Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարության չձևավորելու 3 տարբերակ է դիտարկում։ Առաջինը նախագահին տալ լիազորություն փոքրամասնության կառավարություն ձևավորելու, լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով падգամավորական խմբին տալ հնարավորություն վարչապետ առաջարկելու։ Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատար։ Ըստ էության, եթե հետևում ենք այս քննարկումների եւ փոփոխությունների առաջարկի տրամաբանությանը, ապա իրենք պատրաստվում են առաջիկա ընտրություններին եւ փորձելու են ընտրական օրենսգիրքը, օրենքները ձևավորել այնպես, որ անգամ մեծամասնություն չստացած Փաշինյանը կարողանա ձևավորել կառավարություն։ Ինչի վրա են իրենք խաղալու, տեսեք։ Իրենք հասկանում են, որ մեծամասնություն չունեն եւ հասկանում են, որ միանձնյա կամ մեկ ուժի մեծամասնություն չունի նաեւ ընդդիմությունը։ Եվ հետեւաբար հասկանալով նաև, որ ադմինիստրատիվ ռեսուրսով կարող են ապահովել ոչ մեծամասնությունը, բայց բոլոր ուժերից հնարավորինս ավելի շատ քվեներ։ Այս պահի դրույթությամբ, իհարկե փոփոխություններ կարող են լինել առաջիկա ամիսներին, քաղաքական դասավորումների, ժողովրդի տրամադրությունների առումով։ Իրենք այնպես կարող են անել, որ ընդդիմադիր դաշտում չձևավորվի միասնականություն, որ ընդդիմության որևէ ուժ հայտարարի, որ չի միանում այս կամ այն ուժին, եւ դրանից ելնելով, քանի որ չի ձևավորվելու կոալիցիա, հնարավորություն է տալու օրինակ իրենց առաջարկներից մեկով, որ Վահագն Խաչատուրյանը ձևավորի փոքրամասնության կառավարություն, ասենք Վահագն Խաչատուրյանը որոշի, որ Նիկոլ Փաշինյանին նշանակում է կառավարության ղեկավար վարչապետ։ Իհարկե, սա ճգնաժամածին առաջարկներ են, սրանք որ արվում են, Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ, բայց այդ նման խորհրդարանում դժվար թե կարողանա որևէ հարց առաջ տանել։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ վարչության ընտրությունների արդյունքները շարունակում են բուռն քննարկվել, իշխող թիմում վերլուծություններ եւ եզրահանգումներ են արվում, պատմեն, որ իրենց քվեարկության արդյունքները հատկապես ծանր են տարել Ալեն Սիմոնյանը, որը չնայած անցել է վարչության կազմ, բայց 11-րդն է, զիջում է Վահագն Ալեքսանյանին եւ Հայկ Կոնջորյանին, որին ինքն է ժամանակին ԿՊ բերել, նաեւ Արսեն Թորոսյանին։ Մյուս ծանր տանողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նախորդին չէր մասնակցում վարչության հին կազմով նիստին, պարզվում է թիմում անսպասելի չեն համարել Ալխազ Ղազարյանի ձայները, նա կանանցից ամենաշատ ձայնն է ստացել 513 քվե։ Ասում են նա բարի է, ոչ կոնֆլիկտային գիտնական աղջիկ է, իսկ նրա եղբայրը վարչապետի արարողակարգի պետ Դավիթ Ղազարյանն է, ինչը եւս նշանակություն է ունեցել Ալխազ Ղազարյանի առաջընթացի հարցում։ ԿՊ-ում անգամ չեն բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ հենց Ալխասը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն։ Այս բոլոր անուններից առանձնացնեմ Ալեն Սիմոնյանի, սա ամբարտավան մի մարդ է, որը օրերս հայտարարում էր, որ եթե իր նկարը դնեն փողոցում, ավելի շատ ժողովուրդ կհավաքվի, քան ընդդիմության հավաքներին։ Այս ամբարտավան, ինքնահավան թրքին, հա, ոնց են անգլերեն ասում, հնդուշկին, կեցվածք ունեցող, հա, այս մարդը, փաստորեն սեփական կուսակցությունում, որի հիմնադիրներից է, ինքը զրոյական վարկանիշ ունի։ Ես հիշեցնեմ այլ քվեարկության արդյունքներ, խորհրդի նախագահի, հա, կուսակցության ղեկավարի, որպես ղեկավար, փաստորեն ԿՊ-ում 3 մարդ է Ալեն Սիմոնյանին տեսնում, իսկ օրինակ Վահագն Ալեքսանյանին 7 մարդ, Դավիթ Խուդատյանին 10 մարդ, հա։ Այսինքն Դավիթ Խուդատյանը, որը ոչ մեկ է, որպես քաղաքական գործիչ, բացի իր բարձր պաշտոն զբաղեցնելու այդ կարգավիճակից ելնելով, եթե դա մի կողմ դնենք, հա, այդ կարգավիճակից ելնելով ինքը տեսանելի քաղաքական դաշտում։ Ալեն Սիմոնյանից 3 անգամից ավել շատ վարկանիշ ունի կուսակցության ներսում։ Ալեն Սիմոնյանի այս 3 ձայնը ինձ հիշեցրեց Կարգին հաղորդման հայտնի սկեչը, որտեղ մի բան ընտանեկան, ըստ սկեչի, ընտանեկան չմո ընտրություններին հավաքում է 3 ձայն եւ կինը այդտեղից իմանում է, որ սա սիրած ունի, որովհետեւ իրենից ու
ամուսնուց բացի ամուսնուն քվեարկել է եւս երրորդ մարդ։ Հիմա մնում է հասկանալ ով է, լավ, հասկացանք, ասենք Ալեն Սիմոնյանը 1, Հասմիկ Հակոբյանը 2, քանի որ Ալենի օգնականն եղել, բայց ով է երրորդը, որ Ալենին տեսել է կուսակցության նախագահի պաշտոնում։ Այս երրորդ մարդը շատ հետաքրքիր է։ Մեր օպերատորը ցույց է տալիս, թե երրորդ մարդը ով կարող է լինել։ Ես չեմ հավատում։ Ես գիտեմ, որ ձեր պատկերացրած երրորդ մարդը շատ խիստ վերաբերմունք ունի Ալեն Սիմոնյանի նկատմամբ, 18+ վերաբերմունք։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Փարաքարի համայնքապետի սպանությունից ժամեր անց լուսաբացին Նիկոլ Փաշինյանը դատապարտեց տեղի ունեցած իր գրառման մեջ որոշակիորեն ուղղորդելով մանրամասն վերլուծություն պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեն Փարաքարում բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին եւ չեն կատարել այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել, սակայն 3 մինչեւ աշխատանքային օրվա ավարտը ՆԳՆ-ում այդպես էլ խորհրդակցություն չէր հրավիրվել։ Ենթադրվում է, որ Փաշինյանի գրառումից հետո պետք է հրավիրվեր խորհրդակցություն, քննարկվեր տեղի ունեցած եւ պարզվեր, թե ովքեր են թերացել իրենց աշխատանքում։ Իդեպ ոստիկանության վաղարշապատի բաժնի պետ Փայլակ Շմավոնյանը մոտ 20 օր առաջ է նշանակվել պաշտոնին եւ համակարգում չեն կարծում, որ թե կատարվածի պատասխանատվությունը պետք է նրա վրա դրվի։ Շատերը սպասում են, որ ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը պետք է պաշտոն անկարվի, որտեղ իր նշանակումից հետո կրիմինալը մի այլ կարգի ակտիվացել է հանրապետության տարածքում, բայց ես գրեթե վստահ եմ, որ Արփին Սարգսյանը պաշտոնանկ չի արվելու, որովհետև Արփին Սարգսյանը ունի աշխարհաքաղաքական տերեր եւ նրանք նստած են արևմուտքում։ Փաշինյանին պետք է թույլ տան ազատվել Արփին Սարգսյանից, որպեսզի նա կարողանա ազատվել։ Ես կարծում եմ չի կարողանալու, չմոռանանք, որ Արփին Սարգսյանի տերերն այնքան ուժեղ էին, որ Փաշինյանին ստիպեցին ազատվել իր դասընկերոջից Վահե Ղազարյանից, որպեսզի Արփին Սարգսյանը նշանակվի այդ պաշտոնին։ Մինչև անցնելը պոլիտիկայի հոդվածին, որը Փարաքարում եւ Մերձավանում տեղի ունեցած սպանության մասին է, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Հոդվածը մեր վերաբերում է Մերձավանում տեղի ունեցած սպանությանը եւ մենք զրուցել ենք հատուկ ծառայությունների մի աշխատակցի հետ, ով անանուն է մնալու, եւ փորձել ենք այդ հրապարակված տեսանյութից հասկանալ, թե ով կարող էր լինել մարդասպանը։ Սեպտեմբերի 23-ին իր տան դիմաց գնդակահարվեց Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը եւս մեկ անց ծանր վիրավորվեց։ Սպանությունից ժամեր անց տարածվեց 50 վայրկյան տևող տեսանյութ, որտեղ երևում է անմիջապես սպանության պահը եւ մարդասպանի գործողությունները։ Առաջին հայացքից հասկանալի էր, որ սպանողը պատահական մեկը չէ։ Տեսանյութի հիման վրա մարդասպանի գործողությունները վերլուծելու համար Պոլիտիկեմը զրուցեց հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հետ, ով չցանկացավ հրապարակել իր անունը։ Եվ այսպես, մասնագիտական դիտարկումներ, շարժումների բնույթը մարդասպանի։ Մարդասպանը գործում է արագ եւ առանց տատանումների, շարժումների սահունությունն ու որոշումների արագությունը խոսում են փորձառության մասին։ Մարմնի դիրքը պահպանում է հավասարակշռություն, կրակոցի պահին չի ցուցաբերում ավելորդ շարժումներ, դա բնորոշ է մարզված կամ հատուկ պատրաստված անձի։ Հարձակման ձևը, զենքի կիրառումն ու զոհին մոտենալու եղանակը հիշեցնում են մարտավարական մոտեցում, նախապես ապահովում է դիրքը եւ ապա միայն հարձակվում։ Սթրեսի կառավարում։ Տեսանյութում չի նկատվում խուճապ կամ նյարդային ավելորդ շարժումներ, ինչը կրկին մատնանշում է հատուկ պատրաստվածության մասին։ Մեր զրուցակցի խոսքով այս դիտարկումները հուշում են, որ գործ ունենք վարձու մարդասպանի հետ կամ մարդու, ով նախկինում արդեն ունեցել է մարդասպանության փորձառություն։ Հնարավոր է նա հատուկ նշանակության զորքերում ծառայած կամ պատերազմի մասնակից անձ է։
Վենդետայի իմիտացիայի տարրեր։ Կա միայն երկու դրվագ, որոնք կարող էին հուշել Վենդետայի մասին։ Ավտոմատի խզակոթով սպանված Վոլոդյա Գրիգորյանի մարմնին հարվածելը, նահանջի ճանապարհից վերադառնալը եւ կրկին կրակելը։ Սակայն մեր զրուցակիցը նախընտրում է չշտապել եզրակացությունների մեջ։ Նրա խոսքով դիակին հարվածելը եւ կրկնակի կրակոցը կարող են լինել ոչ միայն էմոցիոնալ արձագանք, այլ նաեւ թատերականացված տարրեր, որոնք նպատակ ունեն կեղծ հետեւություններ առաջացնել։ Ինչու կարող է սա դիտավորյալ սցենար լինել։ Առաջինը՝ Վենդետայի իմիտացիա։ Նման գործողությունները հատուկ են անձնական վրեժի դեպքերին, երբ կատարողը ցանկանում է կասկածները շեղել դեպի ընտանեկան հաշիվներ կամ անհատական թշնամանք։ Այդ պահվածքը կարող է դիտավորյալ ցուցադրություն լինել։ Պատվերով սպանության քողարկում։ Պրոֆեսիոնալ կատարողը սովորաբար գործում է սառը եւ առանց ավելորդ շարժումների։ Երբ նա ավելացնում է էմոցիոնալ տարր, դա կարող է ծառայել միայն մեկ նպատակի՝ ուղղորդել հետաքննությունը սխալ ուղղությամբ։ Հասարակական ընկալման մանիպուլյացիա։ Հանցագործի գործողությունները միշտ դիտվում են որպես հաղորդագրություն։ Դիակին խզակոթով հարվածը կամ կրկնակի կրակոցը անմիջապես առաջացնում է վրեժի տպավորություն, ոչ թե կազմակերպված պատվերի։ Այս ամենը հուշում է, որ մարդասպանը նախապես գիտակցել է սպանության ակտը տեղի է ունենալու անվտանգության տեսախցիկների առջև եւ իր գործողությունները կատարել է դիտավորյալ, հասարակության մոտ ճիշտ այնպիսի ենթադրություններ ձևավորելու համար, ինչը իրեն պետք էր։ Ով էր մարդասպանը հարցին մեր զրուցակիցը պատասխանեց հստակ. 99.9%-ով վարձու մարդասպան է, երկարամյա փորձ ունեցող, գործողության ամենափոքր դետալն անգամ մշակված է եւ հաշվարկված է։ Հստակ էր նաեւ նահանջի ճանապարհը, այս պահին նա կամ արդեն հեռացել է Հայաստանից, կամ էլ փորձում է դա անել եւ ամենայն հավանականությամբ դա իրեն կհաջողվի, եթե իհարկե պատահականության սկզբունքը չգործի եւ իրավապահները պատահականորեն չկանգնեցնեն նրան։ Ես սա միանգամից անցա միջազգային լուրերին, սա մասնագետի դիտարկումներ տեղի ունեցած սպանությանը եւ եղած տեսանյութի հիման վրա։ Առաջին հայացքից էլ ցանկացած է եթե նայեք այդ տեսանյութը, որը համացանցում տարածվել է, եթե կոնկրետ աղբյուրներ չգիտեք, կարող եք Newsroom-ում նայել YouTube-յան ալիքում։ Ակնհայտ երևում է, որ այդ մարդը շատ հանգիստ է իր գործողություններում, ըստ էության երևում է նաև իր վարքագծից, որ ինքը շատ լավ գիտի, որ տարածքում այլ մարդիկ չկան կամ այդ տան ներսում այլ մարդիկ չկան եւ այդ ձայներից դուրս չեն գալու, դրա համար շատ հանգիստ կատարում է սպանությունը, անգամ վերադառնում է երկրորդ անգամ կրակելու Վոլոդյայի վրա եւ որևէ մտավախություն չունի, որ այդ աղմուկ աղաղակից իրեն կարող են այլ մարդիկ մոտենալ։ Եվ այսպես, հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի խուզարկության ժամանակ գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել, հաղորդում է Պոլիտիկոն, վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։ Հրապարակման համաձայն վիճելի փաստաթղթերը վերաբերում են զանգվածային ոչնչացման զենքին, ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությանը եւ ԱՄՆ կառավարության ռազմավարական հաղորդակցություններին, որոշ փաստաթղթեր նշել են գաղտնի կամ կոնֆիդենցիալ, հայտնաբերումը տեղի ունեցել օգոստոսի 22-ին։ Լեհաստանի նախագահ Կարլո Նավրոցկին անդրադառնալով օրերս ռուսական ԱԹՍ-ների կողմից երկրի օդային տարածքը խախտելու դեպքին հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է պաշտպանել իր տարածքը։ Լեհաստանի նախագահ Կարլո Նավրոցկին այդ մասին ասել է ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի քննարկման ժամանակ։ 25 երկրի արտգործնախարարներ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակի եվրահանձնակատար Հաջա Լաբիբին Իսրայելին կոչ են արել վերականգնել Գազայի հատվածից վիրավորների դուրսբերման համար հումանիտար միջանցքի գործունեությունը։ Նյու Յորքում կայացած միջին միջանցքի երկայնքով հաղորդակցություն, ֆինանսներ եւ էներգետիկա 6-րդ Կասպիական գործարար ֆորումում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանում սկսել են Թրամփի ուղու վրա աշխատանքները։ Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Բաքվից մինչև Զանգելան եւ Հայաստանի հետ սահման երկաթուղու զանգվածի նախագծի իրականացումը սկսել է 2020 թվականին եւ նախատեսում է ավարտել մինչև 2026 թվականի կեսերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պատրաստակամ լինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը։ RBK ռադիոկայանի եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ դրա համար նախապատրաստություն է անհրաժեշտ ձախողման դատապարտված PR հնարքից խուսափելու համար։ Պուտինը հստակ նշել է իր դիրքորոշումը, Պուտինն ասել է, որ պատրաստ է հանդիպման։ Պուտինը նաև հստակեցրել է, որ իմաստ ունի հանդիպել այն բանից հետո, երբ կողմերը տանը արածել են իրենց տնային աշխատանքը, երբ փորձագիտական մակարդակով նախապատրաստությունն ավարտած կլինի, ասել է Պեսկովը։ Այսօր այսքանն ենք առանձնացրել տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։